Ողջույն, այսօր կխոսենք հնագիտության եւ Ջրաձորի ամրոցի պեղումների մասին տաղավարում հյուրընկալել ենք հնագետ Բենիկ Վարդանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք հնագիտություն ձեր մուտքից, որը բավականին հետաքրքիր է եղել։ Եգիպտական աստվածների մասին մուլտֆիլմերը ձեզ տայել են դեպի հնագիտություն, սակայն մասնագիտություն ընտրելու վերջնական որոշումը կայացրել եք 4-րդ կուրսում։ Ինչը գերեց ձեզ։ Առաջին հերթին ինձ գերեց արդեն ես սովորում էի պատմական բաժնում, պատմություն էի ուսումնասիրում եւ դեռևս մինչեւ հնագիտության կողմնորոշվելը հետաքրքրվում էի երկրորդ հազարամյակի մեր թվականությունից առաջ պատմությամբ, քաղաքականությամբ եւ այլն, սակայն երբ առաջին անգամ գնացի պեղումների, որը կարելի ասել պատահականության եւ բախտի առիթ էր, եւ այդպես վերջնականապես համոզվեցի, որ ուզում եմ զբաղվել երկրորդ հազարամյակով, բայց արդեն հնագիտության տեսանկյունից, հնագիտության համատեքստով։ Եվ այդ առաջի պեղումները տեղի ունեցան Սեպասարի հնավայրում, երջանկահիշատակ Տիկին Լարիսա Եկանյանի ղեկավարությամբ, եւ այդպես ձևավորվեց իմ մասնագիտական ցանկությունը, ուղղությունը դեպի հնագիտության հետազոտություններ իրականացնելու, պեղումներ անելու եւ հնագետ դառնալու։ Ինչ-որ բան գտաք առաջին անգամ պեղումների մասնակցելով։ Առաջին պեղումները թե որպես ուսանող եմ մասնակցել եւ առաջին օրերին, անգամ երբ հիմա մեր մոտ են գալիս նոր աշխատողներ, ուսանողներ, սկզբից մենք ինչ ենք անում եւ ինչ են արել իմ հետ եւ բացատրում են ինչպես պիտի աշխատել, ինչ հողը տեղափոխել, գործիքների հետ աշխատանքը, տրամաբանությունը եւ այլն, եւ առաջի օրերի ընթացքում ոչինչ չէր գտնվում իմ կողմից եւ իմ առաջի հայտնաբերումը գյուտը դա եղավ մի ծիսական օջախ վառարանը վաղ բրոնզեդարյան, որը սենյակի կենտրոնում էր, որը բնորոշ է շատ կուրարաքսյան մշակույթին եւ դա իմ մեջ շատ մեծ տպավորություն է թողել, որպես առաջին հայտնագործություն իմ մասնագիտական ճանապարհի հենց մեկնակետին։ Բրոնզեդարը ինչու գրավեց ես, ինչով է առանձնանում մյուս դարերից։ Կարող ենք ասել, որ դա առաջին գլոբալիզմի ժամանակաշրջանն է, որտեղ հասարակությունները ոչ միայն զարգանում են իրենց ներքին տրամաբանության համապատասխան համաձայն, այլ նաև ինտեգրված են եւ կապված են միմյանց հետ։ Բրոնզի տարում արդեն կար գիր, գրականություն, արդեն կար առևտրական, փոխանակային ճանապարհներ, անվավոր փոխադրամիջոցներ, տրանսպորտ, այսինքն սայլեր, կարգեր, արդեն կար սոցիալական հիերարխիա, որը ցույց էր տալիս հասարակության ներսում բաժանվածությունը ըստ գործառույթների, ըստ դերերի եւ այլն։ Եվ այդ ժամանակաշրջանը շատ նման է մեր ժամանակաշրջանին, կարելի ասել, հայելային անդրադարձն է, որտեղ ձևավորվում են հիմնական այն ասպեկտները մշակույթի, քաղաքականության, կրոնի եւ այլ հարցերի, որոնց մեջ մենք հիմա ապրում ենք, այսինքն հասկանալու համար մեր ներկա շատ հարցերը մենք պետք է հետ հայացք գցենք բրոնզի տար, որովհետեւ այնտեղ տեղի են ունեցել շատ համանման երևույթներ, ճգնաժամեր, քաղաքական հարցեր, պատերազմներ, բանակցություններ, առևտուր, փոխանակություն, մշակութային ինտեգրացիա, կապեր եւ այլն։ Այսինքն բրոնզի տարը մի ժամանակաշրջան է, որի ընթացքում ձևավորվում են հիմնական այն ուղղությունները, որով հետագա մարդկության պատմությունը անցել է։ Թե տնտեսության մեջ, թե մշակույթի հիմնական գծերն է ձևավորվել, ուղղություններն են առևտրական ձևավորվել եւ ամրապնդվել, որովհետեւ մինչեւ միջնադար եւ հետագա ժամանակաշրջաններ գործել են այդ ճանապարհները։ Այդ ժամանակաշրջանին բնորոշ է նաև հարուստների եւ աղքատների առանձնացումը, որը ժառանգել ենք ոնց հասկանում եմ մինչեւ մեր օրեր հասել։ Մենք չենք օգտագործում հարուստներ եւ աղքատներ տերմինաբանությունը, այլ նախընտրում ենք գիտական այն տերմինները, որոնք ցույց են տալիս սոցիալական անհավասարություն, սոցիալական լանդշաֆտում անհավասարություն, որը արտահայտվում է ինչպես թաղման ծեսում, այնպես էլ բնակավայրերում, ամրոցներում, միջնաբերդերի առկայությամբ կամ թաղման ծեսերում գույքի առկայությամբ, հատուկ գույքի, էլիտար գույքի առկայությամբ կամ տամբարանների վրա ծախսված մարդուժի հաշվարկներով։ Այսինքն այդ հարուստ եւ աղքատ կոչվածը մեր ժամանակակից պատկերացումների մեջ բրոնզի տարում արտահայտվում էր շատ այլ կերպով։ Երբ որ մենք մտածում ենք հարուստ, ենթադրում ենք, որ նա պետք է ունենար շատ մեծ քանակությամբ ոսկեղեն, հարստություն, գումար եւ այլն։ Բայց բրոնզետարյան մարդու պատկերացումների մեջ հարստությունը կարող է լինել մեծ գլխաքանակով մանր եղջերավոր անասունը։ Կարող էր դա արտահայտվել թաղման ծեսի մեջ, օրինակ զոհաբերված կենդանիներով,
բայց լիներ փոքր տամբարանաբլուր, բայց ունենար մեծ քանակով ուղեկցող էլիտար կույք։ Եվ հակառակը կարող էր ունենալ շատ մեծ տամբարանաբլուր, որի վրա շատ մեծ քանակությամբ մարդիկ են աշխատել, ռեսուրս է ծախսվել, այսինքն հավանաբար կենտանության օրոք են սկսել կառուցել տամբարանաբլուրը, որովհետև երբեմն այնպիսի տամբարանների ենք հանդիպում, որոնք ունեն 50-60 մետր տրամագծով շրջանաձև կրոմլեխներ, ահռելի մեծ տամբարանախցեր, մեծ քանակությամբ քարահողային լիցք, որը դժվար թե թաղման պահից հետո մի քանի օրվա ընթացքում կառուցվեր եւ օգտագործվեր որպես վերջնական հանգրվան։ Ուստի կարծում ենք, որ շատ տամբարաններ կառուցվել են հենց այդ էլիտար առանձնաշնորհյալ մարդկանց համար իրենց կենտանության կամ կյանքի վերջի օրերին, որ նախապատրաստեն հանդերձյալ աշխարհ անցնելուն։ Դե հիմա էլ այդպես չէ՞։ Նախորդ պատրաստում են իրենց գերեզմանները։ Իսկ ինչ լավ սովորություն է մինչև մեր օրեր հասել։ Բրոնզի տարից։ Բրոնզի տարից կարող ենք ասել նամակագրությունը, նվերների մշակույթը, քաղաքական բանակցություններում նվերները, որոնք բրոնզեդարյան ամենահետաքրքիր օրինակներն են Եգիպտոսը եւ Միտանին խեթերը եւ Միտանին միմյանց հետ ունեն դինաստիական ամուսնություններ, կռիվներ, պատերազմներ, հաշտություններ, որոնք ուղեկցում էին մեծաթիվ նվերներով, պարգևներով, եղբայրության ճանաչումներով, միմյանց իշխանության հաստատումներով եւ տարատեսակ նման սոցիալական լանդշաֆտում դրսևորումներով։ Բրոնզեդարին բնորոշ է նաեւ պարիսպների կառուցումը, ինչու էին կառուցում։ Բրոնզի տարում ի հայտ է գալիս սոցիալական անհավասարություն, խորանում է սոցիալական անհավասարությունը։ Այդ ժամանակաշրջանում ձևավորվում են այսպես կոչված բարդ հասարակությունները, որոնց մեջ հստակ առանձնանում էին արդեն սոցիալական որոշակի թերերով օժտված անձինք։ Այդ ժամանակաշրջանում, այսինքն պրոդուկտի ավելցուկի հետևանքով որոշ մարդկանց ձեռքում կուտակվում է մեծ քանակությամբ պրոդուկտ, ավելցուկային պրոդուկտ, որը դառնում է արդեն իշխանության ձևավորման հիմք։ Եվ բնակչությունը աստիճանաբար դառնալով նստակյաց բնակչություն, ձևավորելով բնակավայր, որի շուրջը տարածում էր տամբարանադաշտերը, աստիճանաբար արդեն մոտավորապես երկրորդ հազարամյակի կեսերից ի հայտ են գալիս պաշտպանված ամրացված բնակատեղեր, որոնք երկաթի դարում վերածվում են արդեն հզոր պաշտպանական կառույցներով, ամրոցների, քաղաքատիպ արդեն բնակատեղիների, ինչպես օրինակ Լճաշենը, Հոռոմը, Ուйցը եւ մյուս նմանատիպ մեծ բնակատեղիները։ Պարիսպների առկայությունը առաջին հերթին ուներ պաշտպանական նշանակություն, բայց ոչ միայն միմյանցից, այլ նաև կենտանիներից, բնության տարբեր տարերքներից եւ այլն։ Այսինքն պարիսպների առկայությունը մի կողմից ցույց է տալիս սոցիալական բարդվածության ինչ-որ մի աստիճան, որտեղ առաջ են գալիս արդեն հստակ իշխանության տարածքի գիտակցման, տարածքի սեփականության գիտակցման դրսևորումներ, մյուս կողմից արդեն պաշտպանվածության, ռազմական գործողությունների, կռիվների մասին վկայող տվյալներ են։ Քանի որ շատ ամրոցների շուրջ պեղված տամբարանադաշտերում մենք տեսնում ենք արդեն տրավմավորված ռազմիկների թաղումներ, որոնց հետ կան ուղեկցող քույք որպես զենք, դրանք 20-ից 30 տարեկան սեռահասուն մարդիկ, տղամարդիկ են եւ մարմինների տարբեր հատվածների վրա կան վնասվածքներ, մարտական վնասվածքներ։ Դա ցույց է տալիս, որ հասարակության ռազմականացումը տեղի է ունեցել մոտավորապես 13-րդ դարի վերջերից եւ դրան հետ զուգահեռ տեսնում ենք ամրոցների կառուցման այն մեծ բումը, թափը, որը նկատելի է Արագածի լանջերին, Սևանի ավազանում, հարավային Վրաստանի տարածքներում, պատմական մեծ հայքի տարածքի բոլոր գավառներում ենք տեսնում ենք Վանա լճի ավազանում նույնպես ամրոցների մեծ թվով առաջացում եւ տարածում։ Այսինքն հասկացել են, որ պետք է պաշտպանել երկիրը, դրա համար էլ կա։ Առաջանում է, կարելի ասել, առաջանում է տարածքի սեփականության, գիտակցման մի օրինակ, որը հետագայում դառնում է այն գավառային բաժանման հիմքը, որը մենք միջնադարում տեսնում ենք։
աշխարհացիության Հայաստանի բաժանումների հիմքում։ Այսինքն լոկալ տարածքներում առաջանում են թագավորություններ, որոնք ունեցել են իրենց կենտրոնական քաղաքները, բնակատեղիները, որոնք համապատասխանաբար ունեցել են իրենց ռեսուրսների կառավարման, օգտագործման տարածքները, սահմանափակվել են իրենց ամրոցի միջնաբերդով, բնակատեղիով, ահռելի տարածքներ զբաղեցնող դամբարանադաշտով, սրբարաններով, այսինքն մենք գործ ունենք արդեն երկրորդ հազարամյակի կեսերից այնպիսի մի հասարակությունների հետ, որոնց կյանքում կար ռազմական իշխանություն, կար քրմական իշխանություն, կար տնտեսական իշխանություն եւ բյուրոկրատական վարչական իշխանություն։ Դա արդեն դառնում է բարդ հասարակությունների հիմքը, որով հետագայում ձևավորում են վաղ պետական կազմավորումները, պետությունները, թագավորությունները եւ իշխանությունները։ Ձեր ատենախոսությունը վերաբերում է բրոնզե դարին եւ արկա ծեսերին եւ սոցիալ-տնտեսական վիճակին։ Ծեսերից մի փոքր խոսեցիք, բայց ես նկատեցի, որ եղել է նաեւ դիագիզման ծես։ Դա ինչքան ժամանակ է այդպես պահպանվել։ Թաղման ծեսերը շատ բազմազան են բրոնզե դարում եւ դրանք կապված են ինչպես հոգեվոր պատկերացումների հետ, այնպես էլ սոցիալական կարգավիճակի հետ եւ տարբեր այլ գործոններ, որոնք որ մենք դեռևս կամ գիտենք կամ դեռ ուսումնասիրման ընթացքում են բացահայտման նպատակով։ Թաղման ծեսերի մեջ գերակշռող է ինհումացիայի, այսինքն դիադրման տարբերակը, երբ կմախքը աճյունը մահանալուց հետո տեղադրում էին աջ կամ ձախ կողքի կծկված, կախված արդեն սեռային պատկանելությունից, հիմնական տարբերակներ դա, այսինքն բնակչության մեծագույն մասը թաղված է բրոնզե դարում աջ կամ ձախ կողքի կծկված վիճակում, որը էմբրիոնի դիրքն էր, որն էլ կապված է այն հոգևոր պատկերացման հետ, որ այնպես ինչպես ծնվել է, այդպես պետք է մահանա, որ նորից վերածնվի։ Իսկ դիագիզման ծեսը հայկական լեռնաշխարհի տարածքում ի հայտ է գալիս արկա տվյալների հիման վրա միջին բրոնզի դարում, Թրեղ վանաձորյան մշակույթի ժամանակաշրջանում, դա երրորդ հազարամյակի վերջ, երկրորդ հազարամյակի կեսեր ընկած ժամանակահատվածն է, եւ նորից վերասկսվում է այդ ծեսը ուրարտական ժամանակաշրջանում, առաջին հազարամյակում մեր թվականությունից առաջ։ Ինչպես միջին բրոնզի դարում, այդպես էլ ուրարտական ժամանակաշրջանում դիագիզման կրեմացիայի ծեսը կապված է հասարակության վերնախավի հետ, որովհետև բազմաթիվ հնավայրերի հետազոտություններով, որտեղ փաստագրվել են այդ ծեսը Քարաշամբ, Լոռիբեր, Թրեղ, Վանաձոր եւ այլն, մենք տեսնում ենք դիագիզված դամբարանաբլուրներում փոխադրամիջոցների առկայություն, ոսկուց արծաթի զարդերի առկայություն, իշխանության էլիտար, ծիսական, քրմական սիմվոլիկա արտահայտող իրեր, դա իսկ այն դամբարաններում դրանց զուգահեռ նույն ժամանակաշրջանին, որոնք կարված են դիադրման եղանակով, այդ իրերը բացակայում են։ Դա արդեն ցույց է տալիս, որ կրեմացիան, դիագիզումը եղել է իշխանության արտահայտման մի տարբերակ, որը կապված է եղել արևի պաշտամունքի, թագավորների վաղ այդ պետական կազմավորումների առաջնորդների աստվածային ծագման գաղափարի հետ, որովհետև կրակը մաքրագործում էր, կրակը վերածնում էր, կրակով կատարում էին դամբարանների մաքրագործման ծեսերը եւ մահացած առաջնորդի աչյունի այրումը կապված էր արդեն ըստ երևույթին արևի գաղափարի հետ, որովհետեւ դա ոսկին էր, դա կրակն էր, դա արևն էր, դա սրբազանն էր, իսկ առաջնորդները բրոնզե դարում իրենց համարում էին արևի աստվածներ։ Եվ Եգիպտոսում, եւ Խեթերի մոտ, եւ Ուրարտուում իրենց կոչում էին բարի արև, արևային աստվածներ, արևի հետ էին իրենց մարմնավորում։ Իսկ արևի սիմվոլները որոնք են՝ ոսկին, կրակը, առյուծը եւ նման տեղին փայլող իրերը, որոնք նույնացնում էին քրմական իշխանությունը աստվածային իշխանության հետ։ Վերջին տարիներին խոսակցություն գնաց, որ ցանկանում են դիագիզարան հիմնել, օրինակ դուք կողմ կլինեք, թե դեմ։ Դժվար է այդ հարցին պատասխանել, մեր հասարակության առանձնահատկությունները հաշվի առնելով, բայց հաշվի առնելով, որ բրոնզի տարից սկսած մեր հասարակությունները նախընտրել են հիմնականում դիադրման եղանակը, դիագիզումները դրանք հատուկենտ տասնյակների հասնող օրինակներ են, կարծում եմ այդ ավանդույթը աշխարհի բնակչության բոլոր շերտերում մնացել է որպես հիմնական տարբերակ, թաղման հիմնական տարբերակ եւ դա կապված պիտի լինի ինչ-որ տարածքային հարցերի հետ, գերեզմանոցների եւ այլ եւ դա չպիտի լինի պարտադիր ինչ-որ մի բան, դա էլ կարող է ինչպես եվրոպական մի շարք երկրներում լինի կամ ընտրական ինչ-որ մի
երևույթ։ Բրոնզե դարի լուր վկաներից է Ջրաձորի ամրոցը, որտեղ պեղումները սկսվել են 2016 թվականից։ Այս ընթացքում ինչ են հայտնաբերվել։ Թույլ տվեք պեղումների պատմությունը սկսեմ սկզբից։ 2016 թվականին Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողներ Համազգաստ Խաչատրյանի եւ Լարիսա Եգանյանի ղեկավարությամբ սկսվեց Շիրակի մարզի տարածքում Ախուրյան կետի ավազանում ամրաշինական կառույցների, ամրոցների հետազոտության հնագիտական նախագիծ, որի ընթացքում հետազոտվում էին ամրոցների շերտագրությունը, թվագրության նպատակով կառուցվածքը եւ այլն, եւ մի քանի ամրոցների պեղումներից հետո ես որպես ուսանող այդ ծրագրում էի ընդգրկված եւ 2016 թվականի աշնանը մենք արշավախումբը կանգ առավ Ջրաձորի ամրոցի վրա։ Դա գտնվում է Ախուրյան եւ Հողմի կետերի միախառնման հատվածում, բարձրադիր հրաբխային ծագման մի կոնի վրա, որը շրջապատված է 3 կողմից բնական պաշտպանվածությամբ, իսկ մյուս ցամաքին միացող հատվածը շատ թեկադիր լանջ է, որը ինքնին ապահովում է ամրոցի անմատչելիությունը, բլրի անմատչելիությունը։ Եվ ամրոցի առաջին իսկ տարվա պեղումները հռչակվեցին մեծ հայտնագործություններով, որովհետև հյուսիսային պարսպիտակ բացվեցին զենքերի մնացորդներ, ինչպես ուրարտական, այնպես էլ, այսպես ասենք, էթիունյան ծագման, տեղական երկաթեդարյան մշակույթին բնորոշ։ Հայտնաբերվեցին մոխրի մնացորդներ եւ այլն, որոնք հետագա մեր գործընկերների հետազոտություններով պարզվում է, որ գործ են ունեցել ուրարտական հարձակման որոշակի դրսևորումների հետ։ Հետագա տարիներին մինչև 22 թվականը արշավախումբը գործել է երջանկահիշատակ Լարիսա Եգանյանի եւ Համազգաստ Խաչատրյանի ղեկավարությամբ, որից հետո արշավախումբը վերաձևավորվեց, որ սկսեցինք ղեկավարել ես գործընկերներից հետ Լևոն Մկրտչյանի եւ Իվան Սեմյանի հետ, եւ արդեն մի քանի տարի մենք հետազոտությունները շարունակում ենք ամրոցի տարբեր հատվածներում։ Պետք է նշել, որ Ջրաձորի ամրոցը տարածաշրջանի այն եզակի հուշարձաններից է, որը համապարփակ կերպով ցույց է տալիս բրոնզի դարի եւ երկաթի դարի ամրաշինական կառույցների փոփոխության հարացույցը։ Մենք այնտեղ տեսնում ենք ինչպես ուշ բրոնզեդարյան, այնպես էլ վաղ երկաթեդարյան, ուշ երկաթեդարյան, միջնադարյան ամրաշինական համակարգերի միաձուլում նույն տարածքի վրա վերաշինությունների, օգտագործումների տեսքով։ Այսինքն ունենք երկաթեդարյան պարից, որը միջնադարում վերաշինվել, օգտագործվել է, որը կրկնում է Բագրատունյա ծանիական ոճը։ Ունենք երկաթեդարյան պարիսպներ, որոնք մի կողմից տեղական պարսպաշինության ոճն են ցույց տալիս, մյուս կողմից ուրարտական ամրաշինական կառույցներին բնորոշ հատկանիշներ են ցույց տալիս։ Այսինքն Ջրաձորի ամրոցը գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում հենց գոնե թե ամրաշինական կառույցների տրամաբանությունը հասկանալու տեսակետից։ Ուրարտական տաճար է գտել նաև, չէ՞։ Այո։ Դա ո՞ր թվականին։ 2024 թվականին դա հայտնաբերվեց։ Ամրոցի մասին մի քիչ պատմեմ եւ տաճարի մասին ձեր թույլտվությամբ։ Ուրեմն մի քանի տարիների ընթացքում գործընկերներից պեղումներով ամրոցի տարբեր հատվածներում բացվել էին տարբեր տարաշրջաններին վերաբերվող շերտեր։ Արկա էր ուշ բրոնզեդարյան շատ կարևոր մի կացարան, որը մեկնաբանվեց որպես սրբարան, տաճար։ Այդ տեսակ կառույցներ հայտնաբերվել են նաև Արագածի լանջերի մյուս հնավայրերում, օրինակ Գեղարոտի հնավայրում, արշավախմբ պարոն Ռուբեն Պատալյանի արշավախմբում, որտեղ կացարանների կենտրոնում հայտնաբերվել էին կավե ավազան, դրա կողքը կանգնեցված ստելաններ, մենհիրներ, զոհաբերված բազմաթիվ իրեր, առարկաներ, եւ այդ նույն կառուցվածքը կրկնվում էր Ջրաձորի ամրոցի հյուսիսային լանջին բացված ուշ բրոնզեդարյան այդ սրբարանում։ Ինչու է սա կարևոր, որ հետագայում նույն ամրոցի տարբեր ժամանակաշրջաններում ամրոցը երևույթին չի կորցրել իր սրբազան տաճարական դերը, նշանակությունը եւ ամրոցի գագաթին արդեն երկաթեդարյան ժամանակաշրջանում ուրարտական պետության կողմից ամենայն հավանականությամբ այս Էլիախի երկրի Իրդանյունի քաղաքի գրավումից հետո, որը մեր արշավախմբի կարծիքով նույնանում է Ջրաձորի հնավայրի հետ, կառուցվել է բլրի
ամենաբարձր կակատին, ամենաբարձր կետում կակատին կառուցվել է քառանկյուն հիմքով մի տաճար, որը իր ձևաբանական կառուցվածքային հատկանիշներով կրկնում է, մոտենում է ուրարտական սուսի տաճարների կոչված ձևին։ Դա նվիրված էր ուրարտական կենտրոնական հնավայրերում գլխավոր ասված Խալդիի պաշտամունքին։ Արդյոք Ջրաձորում Խալդի պաշտամունքն է եղել թե տեղական Աստծո եւ Խալդի պաշտամունքի սիմբիոտիկ ինչ-որ մի պաշտամունք, մենք դա չենք կարող ասել, որովհետեւ պահպանված նյութերը թույլ չեն տալիս մեզ որևէ եզրակացություն անել։ Սակայն հստակ է, որ Ջրաձորի ամրոցը ուրարտական ժամանակաշրջանում ունեցել է շատ կարևոր ռազմաստրատեգիական նշանակություն։ Առաջին հերթին այն ճանապարհ էր դեպի հյուսիս, հսկում էր ճանապարհը դեպի հյուսիս, որը ուրարտական աղբյուրներում կոչվում է Իշկիգուլու, Իշկիգուլու Զաբախա, որը նույնանում է Ջավախքի հետ, մյուս կողմից դա ճանապարհ էր դեպի արևմուտք, Արդահան։ Այսինքն այս ամրոցը շնորհիվ իր ռազմաստրատեգիական դիրքի ուրարտացիների համար եղել է կարևոր հենակետ, որտեղ վերջիններս ոչ միայն տաճար են կառուցել, այլ ամենայն հավանականությամբ արևմտյան լանջին դեռ մենք ունենք բացահայտելու մի շատ հետաքրքիր կառույց, որը մեր արշավախմբի կարծիքով կարող է լինել վարչական շինություն կամ ցիանոց, որը շատ բնորոշ էր ուրարտական քաղաքներին, ուրարտական հենակետներին։ Ունենք Պարիսպի հատված, որը շատ մոտ է ուրարտական շինարվեստին։ Այս տեսակետից Ջրաձորի ամրոցի կակատին կառուցված տաճարը մեր համար կարևորագույն նշանակություն ունի, որովհետև դա առաջին պերիֆերիալ գոտում, մարզերում կառուցված նմանատիպ շինությունն է, ուրարտական ոճով, տեղական հատկանիշներով, տեղական քարերով, տեղական ստանդարտներով, բայց ուրարտական շինարվեստի ոճը պահպանելով, որը ցույց է տալիս ինտեգրացիան, ինչպես էր ուրարտական պետությունը ինտեգրվում իր մարզերում, իր պերիֆերիկ հատվածներում եւ ինչպես էր դա հետ վերադառնում դեպի կենտրոն։ Տաճարը ինքնին կառուցված է 8 մետրի վրա։ Սա ուրարտական շինությունների մեջ ամենափոքր օրինակն է մեզ հայտնի տաճարների մեջ, սակայն ինչն է այստեղ հետաքրքիր, որ այն կրկնում է ուրարտական սուսի տաճարների ձևը, բայց ունի իր տեղական առանձնահատկությունները։ Տեղական քարից է պատրաստված, քարերի մշակումը նմանվում է շինարվեստին ուրարտական, սակայն բացակայում են այս պահին դեռևս այն գլխավոր հատկանիշները, որոնք որ դրանք դարձնում են Խալդիի պաշտամունքին նվիրված։ Դրանք մուտքի մոտ բացված կարասները պետք է լինեին, որոնք մեր մոտ բացակայում են հավանաբար միջնադարում վերաօգտագործելու, տարածքը օգտագործելու հետևանքով, որովհետև նախորդ տարվա պեղումների ժամանակ մենք պեղեցինք տաճարի դիմացի ամբողջ հարավային հրապարակը եւ բացահայտվեց, որ երկաթե դարում տաճարի դիմաց կառուցված են եղել տնտեսական հավանաբար շինություններ, սենյակներ, որոնք ունեցել են աղորիկներ, սանդեր, հացահատիկի մշակման գործիքներ եւ այլն, այսինքն կյանքը այդտեղ եռացել է ոչ միայն ծիսական, այլ նաեւ այդ տաճարը սպասարկող վարչական, տնտեսական հատկանիշներով օժտված սենյակներ, որոնք միջնադարում վերաօգտագործվել են, դարձվել են որպես պաշտպանական կառույցներ։ Հետաքրքիր է, որ այդ տաճարը, ուրարտական տաճարը, հիշեցնեմ, որ Ջրաձորում ունենք ուշբրոնզեդարյան սրբարան, ուրարտական ոճի տաճար, որը միջնադարում զարգացած միջնադարում Բագրատունյաց եւ հետբագրատունյաց ժամանակաշրջանում նորից վերածվել է քրիստոնեական սրբարանի։ Քարերից մի քանիսի վրա ունենք խաչապատկերներ, ունենք միջնադարյան բազմաթիվ իրեր, դրամներ, բյուզանդական ֆոլիստներ, ապարանջաններ միջնադարին բնորոշ, ճրակներ, հավանաբար եկեղեցական նշանակության, որը ցույց է տալիս, որ այդ տաճարը չի կորցրել իր հոգևոր նշանակությունը, անգամ միջնադարում քրիստոնեության ծաղկման ժամանակաշրջանում եւ դա օգտագործվել է որպես տեղի կայազորի համար աղոթարան։ Պեղումները շարունակվելու են նաեւ այս տարի։ Պեղումները շարունակվելու են այս տարի, սակայն մեր առաջ մենք խնդիր ենք դրել կազմակերպել այսքան տարիների ընթացքում ամրոցի տարածքի պեղումների նյութերի ամբողջական հետազոտություն եւ գիտական մշակում հրապարակում։ Մեր առաջ այս պահին մեր արշավախմբի առաջ մենք խնդիր ենք դրել
2016 թվականից մինչև այժմ պեղված նյութերի համակողմանի միջգիտակարգային ռադիոաստղազնային հետազոտություններով մենագրության ներկայացում գիտական եւ լայն հանրությանը։ Դրա համար հավանաբար որոշ ժամանակաշրջան Ջրաձորի պեղումները այս տարի շարունակենք որոշ հարցեր ճշտելու նպատակով հետագա որոշ ժամանակահատված դատարկ կտանք, որպեսզի ամբողջ կուտակված գիտական նյութը վերարժևորենք եւ նոր շարունակենք նոր հարցադրումներով։ Հետազոտությունները Հայաստանում են արվում թե արտերկրում։ Հիմնական հետազոտությունները նյութերի մշակում, ճարտարապետություն, խեցեղենի թվագրություն, խեցեղենի տիպաբանություն, վերականգնում արվում են Հայաստանում, մեր գործընկերների եւ մեր կողմից։ Բայց կան հետազոտությունների տեսակներ, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր չի իրականացնել։ Դրանք ռադիոաստղազնային թվագրությունն են, իզոտոպային հետազոտություններն են, ՀՆՏ հետազոտություններն են, որոնք մենք մեր գործընկերների միջոցով անում ենք եվրոպական լաբորատորիաներում։ Օրինակ Ջրաձորի ռադիոաստղազնային թվագրության հուշարձանի ճշգրիտ բացարձակ թվագրության համար մենք ունենք համագործակցություն Բեռլինի հնագիտական ինստիտուտի հետ, որը անելու է թվագրությունները Հայաստանի Ջրաձորի հնավայրի համար։ Այսինքն դա գիտական համագործակցության շրջանակներում հնարավոր է ստանալ այնպիսի տվյալներ, որոնք մեր հնարավորությունները Հայաստանում չեն ներում։ 10 եւ ավելի տարի է խոսում են այդ տարածքում Ջրաձոր գյուղի տարածքում կապսի ջրամբարի կառուցման մասին։ Հիմա դա որ սարքեն վնաս չի ներկայացնում ամրոցի համար, որովհետեւ նաեւ գյուղը տեղափոխելու խնդիր էր դրված։ Ջրաձորի կապսի ջրամբարի կառուցման ընթացքում մեր ինստիտուտի գործընկերները հավաստագրել են բազմաթիվ հուշարձաններ Ախուրյան գետի կիրճում, դրա շրջակա միջավայրերում եւ հստակ առանձնացված է ամիջական ազդեցության ենթարկվող գոտիները եւ երկրորդային ազդեցության ենթարկվող գոտիները։ Նախորդ տարի աշնանը մենք կապսի ջրամբարի կառուցման նպատակով կատարեցինք փրկարարական պեղումներ Ախուրյան կիրճի տարածքում գտնվող մի քանի քարանձավներում։ Եվ պարզվեց, որ քարանձավներից մեկը առնվազն միջնադարում օգտագործվել է որպես կացարան։ Այնտեղ բացվեց գետնաթաղ մի մեծ կարաս, տարբեր խեցանոթների բեկորներ, կենտանիների սննդի պատրաստման մնացորդներով, որը համաժամանակյա է ամրոցի բնակեցման միջնադարյան փուլին։ Այսինքն միջնադարում Ջրաձորի ամրոցի բնակիչները օգտագործել են ոչ միայն ամրոցի տարածքը, այլ նաև Ախուրյանի կիրճը, շրջակա միջավայրը, եւ դա նույնական է այն նույն տարածքների հետ օգտագործման, որոնք հիմա օգտագործում են Ջրաձորի ժամանակակից բնակիչները։ Այսինքն կենսամիջավայրի յուրացման տեսակետից ոչինչ չի փոխվել գոնե թե վերջի 2000 տարվա ընթացքում այդ տարածաշրջանում։ Ջրաձորի ամրոցը ըստ իմ ունեցած տվյալների ամիջական ազդեցություն չի կրելու կապսի ջրամբարի շինարարության ավարտական փուլից հետո ճանապարհն է փոխվելու, որը փոքր-ինչ փոխելու է հասանելիությունը դեպի ամրոց, սակայն ամրոցին ինքնին հնագիտական շերտերին, հնագիտական մշակութային կառույցներին ոչինչ չի սպառնալու։ Դա բավական իրարից հեռու բարձրությունների վրա են լինելու։ Բայց եթե գյուղը տեղափոխում են, այդ դեպքում օրինակ եթե դարձնենք զբոսաշրջային վայր, գյուղը չկա, ոնց են գալու։ Դա բարդ հարց է եւ պետք է դրան մոտենալ համակարգային, որովհետեւ գյուղը ինքնին շատ հետաքրքիր է։ Ջրաձորի գյուղը եւ հնավայրը իրենք մշակութային մի ամբողջություն են կազմում եւ գյուղի տարածքում առկա են 19-րդ դարի վերջի տուֆաշեն շատ գեղեցիկ շինություններ, որոնք կարոտ են ռեստավրացիայի, թանգարանացման, կան հազարաշեն կառուցվածքով հացատներ, որոնք նույնպես բացառիկ են ամբողջ Հայաստանի համար։ Չգիտեմ ճիշտ ասած ինչպես պետք է այդ հարցին մոտենալ, բայց դա պահանջում է համակարգային մոտեցում եւ ամրոցի հետագա զբոսաշրջային պոտենցիալն օգտագործելու համար, որովհետեւ մեր պեղումները մեծ մակերես են բացել եւ թույլ են տալիս դա դարձնել զբոսաշրջային կենտրոն։ Միայն մի փաստ ասեմ, որ Ուրարտական տաճարի պեղումներից հետո բարձրացած հասարակական հետաքրքրությունից հետո այնքան մեծ քանակությամբ խմբեր են եկել հնավայրի տարածք այցելության,
որ գյուղից մեր գործընկերները ամեն շաբաթ կիրակի զանգում ասում են, թե դուք եք եկել, թե չէ, որովհետև այնքան մեծ քանակությամբ մարդիկ են հետաքրքրված եղել, այցելել, դպրոցի ուսուցիչներ կազմակերպված բարձրացել նայել են հնավայրը, աշակերտներ են եկել։ Մեր պեղումների ընթացքում այնքան մարդ է եկել մեծ կամավորական օգնության այդ պեղումներին մասնակցելու, ուղղակի տեսնելու պեղումները, որ դրանց թիվը անցնում է ավելի քան 200 մարդը մի արշավախմբի ընթացքում։ Դա նշանակում է, որ հնավայրն իրոք ունի զբոսաշրջային պոտենցիալ եւ ճիշտ համակարգային մոտեցման փաթեթի պարագայում դա կարող է լինել ջրամբար, ամրոց, գյուղ այդ կոմբինացիայի մեջ ճիշտ զբոսաշրջային կոմպոնենտ Շիրակի մարզի համար։ Ուստի փոխեք ջրամբարի նախագիծը, ջրամբարի կառուցման նախագիծը։ Դա արդեն իմ իրավասություններից եւ լիազորություններից դուրս է։ Ընդհանրապես այդքան շատ եք սիրում բրոնզե դարը, կցանկանայիք այդ ժամանակաշրջանում ծնվել, մեծանալ եւ ապրել։ Հետաքրքիր հարց է իրականում, շնորհակալություն։ Այո, կուզենայի դիտարկել, բայց չապրել, լինել որպես հնագետ բրոնզի տարում, այսպես ասած, ծպտյալ անդամ այդ հասարակության, դիտարկումներ անել, ժամանակի մեկը նաև վերադառնալ անցյալ, դիտարկումներ անել, իմանալ իրենց լեզուն, գրի առնել շատ ավանդույթներ, սովորույթներ, պատճառահետևանքային կապերի տրամաբանություններ եւ հետ վերադառնալ ժամանակակից հասարակություն։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Մենք զրուցում էինք հնագետ Վենիկ Վարդանյանի հետ։